Հրաշալի է, վերջապես անձրևը դադարեց ու նորից կարելի է զբոսնել։ Սա ուղղակի խայտառակություն է։ Բարի օր, Ստեփան Պետրովիչ, ինչ է պատահել։ Բարի օր երեխաներ, ինչ ասեմ, որոշեցի մեղվանոց կառուցել ու մեղուներ բազմացնել, փեթակներ պատվիրեցի, դեռ 1 ժամ առաջ պետք է վերած լինեին։ Իսկ փորձել եք վարորդին զանգել։ Փորձել եմ, բաժանորդը չի պատասխանում կամ ժամանակավորապես անհասանելի է։ Զերը վերջերս բողոքում էր, որ ձանձրանում է առանց լուրջ աշխատանքի։ Կարող ենք օգնել նրան։ Ճիշտ է։ Հիմա ասա կռ։ Ձեր պատասխանիր, հո կարևոր գործով չես զբաղված։ Հիմա արդեն ոչ։ Ստեփան Պետրովիչը փեթակներ է պատվիրել մեղվանոցի համար, իսկ մեքենան դեռ տեղ չի հասել, թռիր եւ հետախուզիր հոբան չի պատահել, կապի վերջը։ Վարժեցնող կարելի է դառնալ հաջորդ անգամ, իսկ հիմա ես հետախույզ եմ։ Անձրևը հեղեղել է ճանապարհը, մեքենան լրվել է։ Շարժիչն էլ կարծես կարգին չի աշխատում։ Ամեն ինչ պարզ է, պետք է ջուրը հեռացնել ճանապարհից։ Տեսեք։ Սա ճանապարհն է, սա ջրափոսը, իսկ սա գետը։ Մենք առուկը փորենք մինչև գետակը եւ ջուրն այդ փոսով կհոսի։ Տուրբոզավրեր առաջ։ Բայց մենք չենք կարող սկսել աշխատանքը, քանի դեռ փեթակներով բեռնատարն այնտեղ է։ Հիմա ես այն դուրս կհրեմ։ Արդեն կարող եմ դուրս գալ։ Կարող ես, բայց քեզ համար այսօր աշխատանք չկա։ Տոր, քո գործը ջրի համար արվափոս փորելն է։ Սա այսպես թողնել չի կարելի։ Դու ճիշտ ես, Կատյա, տեղանքը ցածր է ու ճանապարհն անընդհատ ջրով է լցվելու։ Մենք այն կծածկենք հողով, իսկ տակից խողովակ կանցկացնենք, որ ջուրը հանգիստ հոսի դեպի գետը։ Տպիչով կտպենք այն, ինչ հարկավոր է։ Պետք է բազա վերադառնալ։ Կգանք ավելի ուշ ու կնորոգենք ճանապարհը։ Բոլորը վերադառնալու կարիք չունեն։ Անկի, Տոր, Զեր, փակեք ճանապարհը, որ ոչ ոք փոսերի մեջ չընկնի։ Թրակ, դուրս արի, դու պետք ես մեզ։ Այդա ուրիշ, թե չէ ամբողջ օրը տեղից տեղ եք տանում։ Մեզ անհրաժեշտ է խողովակ ու սալիկներ թումբն ամրացնելու համար։ Բուլ, նախ կհարթես ճանապարհի փլուզված հատվածը։ Տոր, դու կփորես արվափոսը։ Թրակ, դու կտեղադրես խողովակը, Բուլն այն կծածկի հողով։ Խնդիրը բարդ է, բայց անկարելի ոչինչ չկա։ Տուրբոզավրեր, առաջ։ Մեզ բեռնատար է մոտենում, Թրակ, թաքնվիր։ Խնդրեմ, նորից։ Հրաշալի աշխատանք է, տղաներ։ Հիմա ջրհեղեղն անգամ չի կարող ճանապարհը քանդել։ Վաղուց էի ուզում հարցնել, բայց ոչ մի կերպ չէր հաջողվում։ Ինչ է նշանակում փեթակներ մեղվանոցի համար, կամ էլ մեղվանոց փեթակների համար, լավ չեմ հիշում։
Փեթակները մեղուների տնակներն են։ Մեղվանոցում փեթակները շատ են։ Մեղուները մեղր են տալիս, այն համեղ է ու օգտակար։ Ուզում եմ, մեղվանոց եմ ուզում, ու փեթակներ, ու մեղուներ, լիք օգտակար մեղր եմ ուզում։ Չէ, հոչ ասացի, հենց հիմա, հերու տարեք մեղվին։ Իպոլիտ խելոք մնա։ Գիտեք, երեք զբոսնում էի մեր պուրակում։ Այ, եթե կարողանայինք այնտեղ դիտակետ կառուցել, վերևից մեր ամբողջ քաղաքը գեղեցիկ կերևար։ Մի միտք ունեմ։ Հիշում ես հին ջրմուղ աշտարակը։ Կարող ենք դա դիտակետ դարձնել։ Իպոլիտ։ Իսկ այսօր ինչով ենք զբաղվելու։ Իսկ մենք այսօր… Մենք այսօր աշտարակ ենք տեղափոխելու։ Ինչ աշտարակ։ Ջրմուղ, գնանք ճանապարհին ամեն ինչ կպատմենք։ Տուրբոզավրերը միշտ էլ պատրաստ են օգնել ընկերներին։ Այ քեզ բան։ Ասում էի, չէ։ Հոյակապ աշտարակ է։ Բայց այս աշտարակը թրակից էլ բարձր է, մենք չենք բարձրացնի։ Ով չի բարձրացնի։ Հիմա ցույց կտամ։ Տրակ, սպասիր։ Հիմա ձեզ ամեն ինչ կբացատրենք։ Ահա թե ինչ ենք մտածել, տեսեք։ Նախ տորը մաքրում է տարածքը, հետո թրակն ու անկին հանում են տանիքը, հետո թրակը կհանի օղակները, իսկ տորը կփորի հիմքը։ Թրակն ու անկին աշտարակը մասերի կբաժանեն ու կբարձեն բուլի բեռնախցիկի վրա։ Ինչ նատյուրմորտ է, զարմանալի նմանություն։ Խնդիրը պարզ է։ Ուրեմն, տուրբոզավրեր առաջ։ Օգտագործիր քո շերեփը։ Անկի, սլակդ առաջ բեր։ Սրանք պետք է հավաքել, թե չէ կկորեն։ Հանգիստ, հիմա կհավաքեմ։ Տուրբոզավրեր, առաջ։ Ավելի լավ է գնամ, լուսանկարեմ։ Կամուրջը շատ ցածր է։ Թրակը տակով չի անցնի։ Մի միտք ունեմ։ Հիմա ցույց կտամ։ Տարօրինակ է, երեք էի այստեղով անցնում, այստեղ ոչ մի աշտարակ չկար։ Իսկ Պետյան ու Կատյան այստեղ ինչ են անում։ Ալո։ Իսկ դուք գիտեք, որ Պետյան ու Կատյան քաղաքում զբոսնում են։
ջերմուղ աշտարակի հետ։ Ինչ? Իպոլիտ, իմ հետևից։ Ընկերներ, լավ ստացվեց, չէ։ Շատ լավ է։ Շշմելու է։ Փնտրիր աշտարակը, Տոբիկ, փնտրիր։ Ահա, էստեղ է, Տոբիկից չես թաքնվի։ Պետյա, Կատյա, ահա թե որտեղ եք։ Տատիկ, իսկ ես ու Կատյան նայում էինք, թե ոնց են դիտակետ տեղադրում։ Անհավանական է։ Դեռ չէի հասցրել մտածել, դիտակետն արդեն տեղադրեցին։ Հրաշք է։ Հրաշք է։ Իհարկե հրաշք է։ Այ քեզ բան։ Օհո։ Պետյա, գնանք թրջողապսե խաղալու։ Գալիս եմ։ Վայ, Պետյա։ Պետյա, մի քիչ հանգստացիր։ Արդեն 3 ժամ է առանց ընդմիջման կարդում ես։ ասպետների մասին է, շատ հետաքրքիր է, հատկապես ամրոցների մասին։ Այնքան բարձր պատեր ունեն, աշտարակներ, բացվող կամուրջներ, ոնց կուզեի նման ամրոցում հայտնվել։ Ուրեմն արի քեզ համար ամրոց կառուցենք։ Փոքրացված տարբերակը։ Հա, իրոք որ, ոնց ինքս գլխի չընկա։ Վազենք տուրբոզավրերի մոտ։ Ամրոց։ Հրաշալի միտք է։ Մենք միշտ պատրաստ ենք կառուցել, բայց քո այդ ասպետական ամրոցները երբեք չենք տեսել։ Երևի ամրոցները նման են ամրակների, միայն թե շատ մեծ են։ Չէ, բայց ես ամեն ինչ կբացատրեմ։ Հա, երեխաներ, տատիկը ձեզ էր փնտրում։ Պետյա, բոլորովին մոռացել էինք։ Այսօր տատիկի հետ թատրոն ենք գնում։ Իսկ ոնց ենք։ Դե լավ հետո, հիմա վազենք։ Ինձ թվաց Պետյան տխրեց։ Եկեք ինքներս ամրոց կառուցենք, երբ Պետյան վերադառնա, անակնկալ կլինի։ Ճիշտ է, Իհարկե կկառուցենք։ հրաշալի միտք է։ Սպասեք, ոնց ենք ամրոց կառուցելու, եթե նույնիսկ չգիտենք, թե ինչ տեսք ունի։ Ճիշտ որ դրա մասին չէի մտածել։ Պետյան հաստատ գծագիր կունենա, նա միշտ ամեն ինչ գծագրում է, դե ես գնամ տեսնեմ։ Ահա, սա էլ գծագիրը։ Ահա թե ինչ տեսք ունի իսկական ասպետական ամրոցը։ Ժամանակ կորցնել չի կարելի։ Տուրբոզավրեր, առաջ։ Հետաքրքիր ներկայացում էր։ Բայց երկար էր, անհամբեր սպասում եմ, թե երբ ենք ամրոց կառուցելու։ Երեխաներ, իսկ մենք անակնկալ ունենք։ Բարեկամներ, իսկ սա ինչ է։ Ոնց թե ինչ, ամրոց իհարկե, սա քեզ համար է Պետյա։ Բայց սա բոլորովին ամրոցի նման չէ։ Չի կարող պատահել, ամեն ինչ քո գծագրով են կառուցել, ինքդ նայիր։ Սա իմ գծագիրը չէ, սա Իպոլիտի նկարն է։ Իպոլիտի նկարը։
Մենք էլ մտածում էինք, ինչ տարօրինակ տեսք ունի։ Ափսոս, որ անակնկալը չստացվեց։ Ինչու չստացվեց։ Տեսեք, Իպոլիտն ինչքան է ուրախացել։ Իսկ ամրոց մենք միևնույն է կկառուցենք, չէ՞ որ անկարելի ոչինչ չկար։ Տուրբոզավրեր առաջ։ Աշտարակի պատերը կկառուցենք քարերից։ Դրանք կարող ենք հավաքել գետափից։ Ամրոցի շուրջ պաշտպանական խրամ կփորենք եւ բացվող կամուրջ կտեղադրենք։ Կկառուցենք ատամնավոր պարիսպներ, որոնց ետևում հարձակման ժամանակ թաքնվել են ասպետները։ Ինչ հրաշալի ամրոց ստացվեց։ Կարող ենք նույնիսկ էքսկուրսիաներ կազմակերպել։ Այդպես էլ կանենք։ Իսկ այս ամրոցը կտեղադրենք մեր բակում։ Թող խաղահարապարակ լինի Իպոլիտի համար։ Անձամբ ինձ գունավոր ամրոցն ավելի է դուր գալիս։ Պատրաստ եմ սրանից մի քանի հատ էլ կառուցել։ Կարող ես սկսել։ Գերազանց է Կատյա։ Ժպիտ։ Արդեն 6-րդ դեպքն է շաբաթվա մեջ։ Միտեղ կբարձրանա, հետո արի ու իջեցրու։ Խեղճ փոքրիկ։ Մեկ տանիքի վրա, մեկ ծառի, գլխիս իսկական փորձանք է դարձել։ Ստիպված եմ քեզ տան մեջ կողպել, Բարսիկ, քո իսկ անվտանգության համար։ Հիմա ոչ միտեղ չի մագլցի։ Բարսիկ, կանգնիր։ Ստեփան Պետրովիչ, ոնց որ թե անտառ փախավ։ Անտառ։ Ախր այնտեղ ծառերը շատ են։ Հաստատ միտեղ կմագլցի ու թե կարող ես գտիր։ Բարսիկ։ Աու։ Ինչ աղմուկ է։ Բան է պատահել։ Կատուն կորել է։ Կատյա, զեր, օգնեք Ստեփան Պետրովիչին գտնել Բարսիկին։ Իսկ դու։ Ես մի գործ ունեմ տուրբոզավրերի հետ։ Ողջույն բարեկամներ։ Որոշել եք բարեկարգել մարզահրապարակը։ Չէ, Պետյա, քամին հին ծառն արմատախիլ է արել։ Հիմա մտածում ենք ինչ կարելի անել։ Ծառը կսպասի։ Մենք ավելի լուրջ խնդիր ունենք։ Բարսիկ, քիս։ Բարսիկ։ Աու։ Բարսիկ, Ով ասաց Բարսիկ։ Իմ աթսն է։ Ժամանակակից տեխնոլոգիաներ։ Լավ է, որ քեզ հետ ես բերել Կատյա։ Բարսիկ։ Բարսիկ։ Ես էլ մտածեցի, լավ կլիներ այնպիսի մի բան կառուցել, որ Բարսիկն ուր ասես չմագլցի։ Ոնդոկ։ Չէ, կատվահարթակ։ Դա նույն մարզահրապարակն է, միայն թե կատվի համար։ Այնտեղ նա կարող է մագլցել ուր որ ուզի եւ որ ամենակարևորն է ինքնուրույն իջնել։ Անկարելի ոչինչ չկա։ Տուրբոզավրեր, առաջ։ Սպասեք, իսկ այդ հարթակն ինչից են կառուցելու։ Այ հենց այս հին ծառից էլ կսարքենք։ Կեցես, Պետյա, հրաշալի միտք է։ Տուրբոզավրեր, առաջ։
Ուշադրություն, Բարսիկը հայտնաբերված է։ Բարսիկ, վերջապես մենք քեզ գտանք։ Դե, էստեղ արի բիսիկս։ Հիմարիկ, հիմա ոնց վարվեմ քեզ հետ։ Հոշղթայով չեմ կապելու։ Ոյ, իսկ սա ինչ է։ Իսկ սա Ստեփան Պետրովիչ կատուների խաղահրապարակ է։ Սրանից հետո Բարսիկն էլ ոչ մի ծառ չի ուզենա մագլցել։ Բայց հրապարակը որտեղից հայտնվեց, Պետյա։ Ինքդ հո չես կառուցել։ Դուք չեք հավատա, սա դինոզավրերն են կառուցել։ Ահ, այդ ձեր կատակները փոքրիկներ։ Դե լավ, հետո կպարզենք։ Կարևորն այն է, որ Բարսիկը երջանիկ է։ Բարսիկ, մի վախենա, այդտեղ կարող ես մտնել։ Հիմա ցույց կտամ։ Տեսնում ես, վախենալու բան չկա։ Ողջույն բարեկամներ։ Զեր, հո չվնասվեցիր։ Չէ, չվնասվեցի։ Ամեն օր սայթակում եմ ես քարի վրա։ Վարժվել եմ։ Ամեն օր։ Ուրեմն պետք է հեռացնել քարը։ Հեռացնել, իսկ ինչ է կարելի էր։ Իհարկե։ Ոմանց համար լավ է, ֆիզիկապես ուժեղ են։ Մի հարված ու վերջ։ Զեր, իմացիր, ուժեղ լինելու համար մարզվել է պետք։ Ես պատրաստ եմ։ Իսկ որտեղ եմ մարզվելու։ Եվ իրոք, քաղաքում մարզադահլիճներ կան, բայց Զերն այնտեղ գնալ չի կարող։ Կարող ենք Զերի համար մարզահրապարակ կառուցել։ Ես ուժեղ ու հզոր կդառնամ։ Ու գեղեցիկ։ Բայց մենք էլ ենք ուզում ուժեղ ու գեղեցիկ դառնալ։ Պետյա, պետք է այնպիսի հրապարակ կառուցել, որտեղ կարող են մարզվել բոլորը։ Խնդիրը բարդ է, բայց անկարելի ոչինչ չկա։ Այստեղ բլրակ կլինի, իսկ ներքևում ճանապարհային երթևեկության նշանները, այնտեղ կմարզվի դոն։ Այստեղ կլինի թրաքի ծանրաձողը, այստեղ Զերը կարող է օդաչուական բարձրագույն վարպետության հնարքներ մշակել։ Իսկ ես։ Այստեղ կարող ես հմտանալ բեռների ճշգրիտ առաքման մեջ։ Բուլն ու տորը նույնպես անգործ չեն մնա։ Հիմա տպիչով պետք է տպենք պետքական դետալները։ Վերջապես երբ եմ սկսելու մարզվել։ Ժամանակն անցնում է, չէ։ Զեր, սպասիր, նախ պետք է տեղ պատրաստենք հարթակի համար։ Այստեղ կարծում եմ հարմար կլինի։ Բայց նախ ամեն ինչ մաքրել է պետք։ Բուլ, տոր, այս աշխատանքը ձեզ համար է։ Տուրբոզավրեր առաջ։ Գեցեք։ Դե ինչ, եկել է աշխարհի լավագույն տուրբոզավրերի մարզահրապարակը կառուցելու ժամանակը։ Գեցեք բոլորդ, հրաշալի աշխատանք է։ Որտեղ է Զերը։ Հոգնել է։ Ախր շատ լուսանկարեց։ Զեր, արթնացիր, մարզումները սկսելու ժամանակն է։ Ինչ։ Ես պատրաստ եմ։ Բա մենք ինչու ենք կանգնել։ Տուրբոզավրեր, առաջ։
Օ, ես արդեն զգում եմ, թե մկաններս ոնց են պնդացել։ Իմ մկաններն էլ են պնդացել։ Երկուսը կամ նույնիսկ երեքը։ Հիմա ես սարեր շուր կտամ, ուր մնաց թե ինչ-որ քարի կտոր։ Տարօրինակ է։ Երևի ուժերս մարզման ժամանակ վատնեցի։ Ձեր, մեկ օր մարզվելը շատ քիչ է։ Պետք է ամեն օր մարզվել։ Ես պատրաստ եմ, այ վաղը ես։ Մի խնդիր կա։ Անտառում մարզահրապարակը կգրավի մարդկանց ուշադրությունը։ Ինչ անենք։ Մի անհանգստանա Պետյա, յուրաքանչյուր խնդիր իր լուծումն ունի։ Վաղն առավոտյան եկեք ու ամեն ինչ ինքներդ կտեսնեք։ Իսկ որտեղ է հրապարակը։ Դուք այնքան դել եք։ Լավ, բայց ախր ծառերը ոնց հասցրին նորից աճել։ Հրապարակը տեղում է, ուղղակի դուք այն չեք տեսնում։ Այ քեզ հրաշք։